Տատիկս միշտ ասում էր, Արևիկ ջան, մոտդ միշտ դեղորայք պահիր։ Քանի որ ես ու Աշոտ այսօր երկար ճանապարհ ունենք անցնելու, եկել եմ Emily Farm դեղատուն, անհրաժեշտ դեղորայքը վերցնեմ ու նոր գնանք։ Վերջ, շնորհակալություն, ցտեսություն։ Իմ սովորույթի համաձայն ուշացա։ Բարև Հայաստանի Հանրապետություն, բարև Արարատի մարզ, բարև Արտաշատ։ Հոկտեմբերի 18-ը շատ կարևոր օր է Արտաշատ համայնքի բնակիչների համար։ Այսօր միասին նշելու ենք հնագույն մայրաքաղաքի հիմնադրման 2214-ամյակը։ Դե գնացինք առաջ։ Սիրելիներս, եկեք հիշենք հետևյալը։ Մեր թվարկությունից առաջ 176 թվականին Արտաշես առաջինը կառուցեց Արտաշատը եւ այն դարձրեց մեծ հայքի մայրաքաղաք։ Մեր այն հայրենակիցները, ովքեր այսօր Արտաշատում չեն, ուզում եմ հաղորդման միջոցով տեսնեն, թե ինչպես է տոնական օրը անցնում Արարատի մարզկենտրոնում։ Ողջույն։ Ողջույն։ Ո՞նց ես։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ եմ, ինչ է կանունը։ Լեյլա։ Լեյլա, դու որտեղից ես։ Բերքանուշից։ Բերքանուշը պատկանում է Արտաշատ խոշորացված համայնքին, ճիշտ է։ Այո։ Բա ինչի համար ես այսօր եկել Արտաշատ։ Մանուշեմ Արտաշատի տոնը։ Իսկ գիտես Արտաշատ քաղաքը քանի տարեկան է դառնում։ Այո, 2214։ Ապրես դու։ Երեխաներ, հիմա ես ուզում եմ ձեր սրտի, հոգու բարեմաղթանքը հղեք սիրելի քաղաք Արտաշատին։ Սկսենք քեզնից։ Ես շատ եմ սիրում իմ քաղաք Արտաշատը, որտեղ ես ծնվել եմ եւ ապրել եմ 9 տարի շարունակ։ Ես ուզում եմ, որ Արտաշատը միշտ լինի կանգուն, հզոր։ Ես ուրախ եմ, որ ես ապրում եմ Արտաշատ քաղաքում, որովհետև Արտաշատ քաղաքը իմ միակ սիրտն է։ Ես Վրաստան գյուղից եմ, բայց շատ եմ սիրում Արտաշատը։ Որտեղից ես դու։ Վրաստան գյուղից։ Ես ձեզ հիշում եմ, դուք եկել էիք Մասիսի դպրոց։ Ճիշտ է։ Վրաստանը չենք մոռանում, որ պատկանում է Արտաշատ համայնքին, եւ դուք մտնում եք մեկ խոշորացված համայնքի մեջ, հետեւաբար քաղաքը նաեւ ձերն է, քաղաքը մերն է, մենք սիրում ենք Արտաշատը, շատ։ Ճիշտ է։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, մենք հիմա գտնվում ենք Դիտակ եւ Աբովյան բնակավայրերի տաղավարում, ինչպես է պարոն Հարությունյան։ Շնորհակալ եմ բարձր տրամադրությամբ, շատ ուրախ, շատ հաճելի տոնը, նշում ենք Արտաշատի 2214 տարեդարձը, որի համար շատ ուրախ ենք, կարծես թե մեր ազգը ուրախանալու կարիք ունի, բավական է արդեն մենք սկանք, լացենք, ողբանք, հիմա եկել է ժամանակը ուրախանալու եւ հնարավորինս անում ենք ամեն ինչ, որ մեր ժողովուրդը ուրախանան։ Պարոն Սրաբոյան, դուք ղեկավարում եք Դիտակ բնակավայրը։ Այո։ Ուզում եմ ձեր սրտի խոսքը ուղղեք Արտաշատին, արտաշատցիներին։ Առաջնային շնորհավորում եմ բոլոր արտաշատցիներին ցանկանում եմ առողջություն, հաջողություն, բեռնարար աշխատանք։ Խաղաղություն մեր հայ ազգին։ Ինչպես է։ Շնորհակալություն, ուրախ տոն եմ ցամաքում ձեզ, այսօր լավ օր անցկացնեք, ես ներկայացնում եմ Դիմիտրով բնակավայրը,
Առողջություն եմ մաղթում բոլոր արտաշատցիներին, ցանկանում եմ առողջություն, երկարատև կյանք, այնքան երկար, ինչքան մեծ է մեր արտաշատ քաղաքը։ Շնորհավորում եմ բոլորիս տոնը, այսօր ուրախ օր անցկացնեք։ Դիմիտրով բնակավայրը նշել շնորհավորում եմ ձեզ։ Մեր ոնց ասեմ ձեզ, որ ճիշտ լինի։ Ազգային փոքրամասնություն կա մեր գյուղում, այսօրի բնակչությունը, որի ներկայացուցիչները ամբողջ արտաշատում կան, խնդրում եմ եւ նաեւ իրենց տոնը շնորհավորը ցանկանում եմ իրենց առողջություն, երկարատև, հարատև կյանք, խաղաղություն մեր երկրին, բոլորիս համար։ Հեսա լցնինք էր Մարգարիտը։ Պատրաստ ենք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շատ ուրախ ենք հանդիպել։ Մեր սեղան մենք ներկայացնում ենք Հովտաշեն եւ Ջրաշեն համայնքները, ուստի Հովտաշենի եւ Ջրաշենի հասարակության կողմից ես ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել մեր քաղաքի, մեր գեղեցիկ քաղաքի Արտաշատին 2214 ամյակը եւ ցանկանալ, որ մեզանից հետո եկող սերունդները տոնեն 3314, 4414 եւ այդպես շարունակ, որ հարատև գոյատևի մեր քաղաքը։ Երեխաներ, ուրախ տրամադրություն ունեք այսօր։ Այո, շատ։ Դու էլ։ Շատ։ Լավ անցնում օրը։ Այո։ Կուզես միշտ այսպիսի միջոցառումներ տեղի ունենան Արտաշատում։ Շատ լավ տրամադրություն ունեմ եւ շատ կուզեմ, որ այսպիսի միջոցառումներ տեղի ունենան Արտաշատում։ Մենք սիրում ենք Արտաշատը։ Այո։ Շատ ենք, չէ՞ սիրում։ Այո։ Սիրում եք Արտաշատը։ Այո։ Իսկ գիտեք, որ թվականին է հիմնադրվել։ Ես չգիտեմ, բայց գիտեմ, որ քանի տարի առաջ է եղել։ Այսօր որերորդ տարին է։ Որերորդ տարին է։ 1214։ Եղամ ջան, արի մեր հերոստատիտողներին, հետևորդներին ասենք, թե որ տաղավարում են գտնվում։ Մենք գտնվում ենք Այգեզարդ եւ Այգեպատ տաղավարի մեջ։ Այո։ Եվ Եղամ ջան, այսօր ինչի համար ենք հավաքվել։ Այսօր հավաքվել ենք Արտաշատ քաղաքի 2214 ամյակը նշելու համար։ Այո, եւ ես ուզում եմ այս տաղավարում կոչ անել Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, որ բոլորը վերադառնան Հայաստան, իրենց բնակավայրեր եւ Հայաստանը, Արտաշատ համայնքը շենացնենք միասին։ Դուք սիրում եք Արտաշատը։ Այո։ Այստեղ իմ օրքուն է ապրում։ Բարևենք օրքուրին։ Այո։ Այսօր տեղյակ եք ինչ օր է երեխաներ։ Այո։ Ինչ օր է։ Արտաշատի ծննդյան օրն է։ Աղջիկներ, այսօր գեղեցիկ շքեղ տեսք ունեք։ Շնորհակալություն։ Ասեմ, որ ձեր աչուկները փայլում են։ Շնորհակալություն։ Այսօր ուրախ եք։ Այո։ Արման Հովհաննիսյանի համերգի համար եք ուրախացել։ Ոչ Արտաշատի տոնի։ Այո։ Բոլորդ էլ։ Այո։ Իսկ Արման Հովհաննիսյանի համերգին մնալու եք։ Այո։ Այսինքն այսօր մեծ, շատ ուրախ տրամադրությամբ անցկացնելու ենք Մենք Արտաշատի տոնը։ Այո, նշում ենք սիրելի քաղաք Արտաշատի օրը։ Տոնը։ Իսկ գիտեք Արտաշատ քաղաքը ինչ կարևոր նշանակություն ունի։ Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին մայրաքաղաքը։ Առաջին չէ, չորրորդ մայրաքաղաքը։ Որտեղից ես։ Արարատ գյուղից։ Արարատ գյուղից եկել ես Արտաշատ քաղաք։ Տատիկիս տուն։ Հա, տատիկը Արտաշատից է, քաղաքից։ Դվինից։ Որ դվինից։ Ունենք երկու դվին։ Ներքին դվին, վերին դվին։ Ներքին։ Վերին դվինում ասեմ, որ ապրում են շատ ասորիներ։ Գիտեմ։ Այո։ Եվ լավ է անցնում օրը։ Այո։ Հələ անկեղծացի ինձ հետ, արարատցիներն են լավը, թե արտաշատցիները։ Արարատիները։ Արարատցիները, հա։ Շնորհավոր մեր Արտաշատի տոնը։ Շնորհավորում ենք։ Դարավոր ծնունդդ Արտաշատ։ Այո։ Նա ծևակից ասա, բոլա։ Ծևա։
Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի։ Կորով տվի ամենքին միայն ինքս օգնեցի։ Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին։ Քանիս է կյանքում ես էլի գիժ մնացի։ Ով հանդիպեց ստացավ միթաս գինի ինձանից։ Լոկ ես գինի չմպեցի իմ սեփական հնձանից։ Ինչ եմ եղել ես կյանքում, հարսնակավոր ու քավոր, մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։ Վստահեցին ոմանք ինձ, հոգիս դարձավ գաղտնարան։ Վստահեցի շատերին գաղտնիքս առան ու տարան։ Ու զղջում եմ ես մի պահ, սեր ու բարիք եմ ցրել, մինչդեռ պետք է սեր հայցել, իսկ բարիքը վաճառել։ Շնորհակալ ենք շատ։ Կրկին եւեթ շնորհավորում ենք Արտաշատի հիմնադրման 2214-ամյակը եւ տեղեկացնենք, որ հիմա գտնվում ենք Բարձրաշեն Մրգավան տաղավարում։ Տոնն է մեր մոտ, Արտաշատի տոնն է, 2214 տարին է, թող միշտ առողջություն, հաջողություն բերի մեր Արտաշատի համար։ Ու տես միշտ ամեն տարի թող սենց մեծ առիթներով նշենք մեր Արտաշատի տոնը։ Պարոն Աղազարյան, դուք Բարձրաշեն բնակավայրի վարչական ղեկավարն եք եւ ես ուզում եմ ձեր սրտի անկեղծ խոսքը լսել ուղղված մեր սիրելի քաղաք Արտաշատին։ Բարօրություն եւ զարգանա քաղաքը։ Սիրելիներս, մենք տեղափոխվեցինք Բուրաստան եւ Մասիս բնակավայրերի տաղավար։ Ինչպես տեսնում եք, մասիսցիները եւ բուրաստանցիները մեզ ինչպես են դիմավորել գինիով, առատ, լի, սեղանով։ Շնորհակալ ենք ձեզնից։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Եվ ուզում եմ իմանալ այսօր անկեղծ էլի, ինչպիսի տրամադրություն ունեք։ Շատ բարձր։ Բարձր տրամադրություն։ Անկեղծ եք ասում։ Այո։ Շատ լավ է։ Իսկ դուք։ Բարձր տրամադրություն։ Ամեն ինչ լավ է, չէ։ Կասեք Բուրաստան եւ Մասիս բնակավայրերի հարաբերությունը ինչպիսին է։ Գիտեմ, որ մի դպրոց են գնում երեխաները։ Եթե միասին ենք այսօր ներկայացնում, ուրեմն շատ լավ է։ Շատ լավ է, այո։ Ես ուզում եմ, որ մեր Հայաստանի բոլոր բնակավայրերը իրար հետ սերտ կապեր ունենան եւ միասնական, համերաշխ, բոլորս երջանիկ ապրենք։ Ինչպես այսօր բոլորը հավաքված են այստեղ։ Այո, ես տեսնում եմ, որ բոլորը այսօր ժպտում են։ Այսօր ուրախ օր է։ Բարձր տրամադրություն ունեն։ Այո, Արտաշատի տոնն է այսօր, օրն է, բոլոր արտաշատցիների օրն է այսօր։ Բոլորի շնորհավորում եմ։ Փառքդ շատ, մեր սիրուն Արտաշատ։ Ինձ եք նվիրում։ Այո, շնորհակալ եմ շատ։ Կհամտեսեք, կփորձեք մեր Արցախյան համերը։ Շնորհակալ կլինեմ, որ գնահատեք աշխատանքը։ Ապրեք շատ գոհ շնորհակալ ենք Բուրաստանի եւ Մասիսի տաղավարից։ Տեսնում եք ինչ ազգ ենք։ Ուզում եմ իմանալ կանաչուտի, դեղցուտի, Արաքսավանի բնակիչները ինչ տրամադրություն ունեն։ Շատ լավ տրամադրություն ունեն։ Տոնական կասու ամեն ինչ լավ։ Օրը լավ է։ Այո, հրաշալի։ Ապրեք, մի ճպտացեք եւ ուրախ եղեք։ Նմանապես ձեզ ենք ցանկանում։ Շնորհակալ եմ։ Մեր բոլոր ամբողջ հայ ազգին ենք ցանկանում, մի ժպիտը դեպքերի։ Տեղեկացնեմ, որ միայն Արաքսավանում են եղել, կանաչուտում, դեղցուտում չեն եղել, բայց անպայման գալու են։ Ամեցեք։ Մենք այժմ գտնվում ենք Բերթիկ եւ Ոստան բնակավայրերի տաղավարում եւ այժմ Ոստան բնակավայրի ղեկավար պարոն Զախարյանը իր սրտի խոսքը կուղի մեր սիրելի քաղաք Արտաշատին։ Ես շնորհավորում եմ մեր Արտաշատի 2014 թվականը, մեր ժողովրդի մաղթեմ առողջություն, բարի օր, անամպ երկիր, ցանկանում եմ բոլորին անամպ կյանք, առողջ լինեն բոլորը։ Սրտան շնորհավորում եմ ես մեր ժողովրդին։ Արտաշատ, փառքդ շատ։ Այո։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք հյուրընկալվել ենք Մրգավետ բնակավայրի տաղավար։ Ապրեք, ճիշտ եք։ Ում հետ պատիվ ունեմ զրուցելու։ Գագիկ Սարգսյանի հետ։ Վարչական ղեկավարն։ Վարչական ղեկավարն եմ, այո, Մրգավետի։ Եվ ես ուզում եմ իմանալ ինչպես է ձեր տրամադրությունը։ Շատ լավ տրամադրություն ունեմ, այսօր մեր Արտաշատի 2214 ամյակն է։ Շատ ուրախ եմ։ Ու դրա հետ միասին էլ հուզված եմ, որ այս բազմությունը չի անտեսես տոնը։ Տեսնում եք ինչ է կատարվում այսօր Արտաշատում։ Այո։ Բոլորը եկել են քաղաք Արտաշատ, բնակավայրերից եկել են, որպեսզի միասին տոնենք սիրուն քաղաքի օրը։ Այո։ Դրա հետ միասին էլ Արտաշատ փառքը շատ։ Էսի մեր կարգախոսն է եղել պատերազմում։ Արտաշատ փառքը շատ։ Դեպի հաղթանակ, всё։ Իհարկե։ Բարև ձեզ։ Ինչպես է երեխաներ։ Լավ։ Ինչպեսի տրամադրություն ունեք այսօր։ Շատ լավ։ Ինչն է պատճառը, որ դուք շատ լավ եք ձեզ զգում։ Այսօր տոն է։ Ինչ տոն է։ Քաղաքի 2214 տարեկանն է։ Եվ ինչ ենք մաղթում սիրուն քաղաք Արտաշատին։ Երջանկություն։ Որ կանգուն լինի։ Երջանիկ լինի։ Ու մանուկները, ձեր նման սիրուն մանուկները խաղաղ ու անհոգ մանկություն ունենան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շատ լավ, ոնց որ դուք։ Արտաշատցիներով հավաքվել ենք այսօր։ Դա Արտաշատի օրնա պետք է Արտաշատով հապարտանանք, որտեղ Արտաշատը մայրաքաղաք է։ Մենք էլ այդ մայրաքաղաքի բնակիչներն ենք, կռվել ենք այդ ազգի համար, այդ ամեն ինչ համար, մենք հպարտանում ենք, որտեղ ամբողջ թագավորությունը Արտաշատից է եղել, պատմությունը։ Մեռնեմ ձեզ, այսենց է։ Բարև ձեզ։ Հրամանատարներից է։ Մենք 80 երբ շարժում եղել է, մասնակցել ենք այս շարժման, կռվել ենք այդ ազգի համար, փորձել ենք ընկերություններ, հետո եկա ասա մեր երեխեքին, մենք չուզեցանք որ ասնեն մեր երեխեքին, բայց եկավ ասա մենք նորից ենք կռվում, մենք հիմիկվեր դիրքերում ենք։ Ձեր ընկերը ասում է, որ ձեր տղան զոհվել է։ Իմ տղաս մայոր ա եղել, զոհվել է 24-ով 20 թվին։ 44։ Հա, մենք էլ ենք այնտեղ։ Ես հպարտ եմ, որ իմ տղան զոհվել ազգի համար, ոչ թե ինչ-որ մեկը դանակով խփել է, կամ իշխորիգանության համար։ Ես ինքը զինվորական պանթեոնում է, մենք հողարկավորել ենք։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ առաջին հերթին խոնարհվել մեր հերոսների ծնողների առջև, որովհետև դուք եք նրանց այդպիսին դաստիարակել, որ նրանք հանուն հայրենիքի զոհեն իրենց կյանքը, մի վայրկյան անգամ չմտածելով։ Մենք միջև հմիեր կայնացենք սահմաններում ու սահմաններն ենք հսկում։ Մենք գտնվում ենք հիմա Մրգավետ բնակավայրում։ Այո, Մրգավետ բնակավայրի տաղավարն ենք մենք ներկայացնում։ Ունենք մեր ազգային ուտեստներից սպաս, գավուրմա, հայկական գաթա ունենք արդեն վերջացավ, հալվա։ Ինչ հետաքրքիր է, հալվան պատրաստել եք Արարատ լեռան տեսքով։ Ապրեք դուք։ Ճիշտ է, հիմա արդեն սեղանը ոչ հյուրասիրել ենք, այո։ Ասենք, որ բոլոր տաղավարներում միմիայն հյուրասիրություն է տեղի ունենում։ Հյուրասիրություն։ Ապրեք շատ։ Իսկ այս միջոցառում, այս հավաքույթը ձեզ ինչ տվեց կոնկրետ բնակավայրերին։ Բնակավայրերին ուրախություն պարգևեց, միապաղաղ կյանքից մի փոքր լույս, ուրախություն շփվեցին, փոխվեց օրը, իրանց առօրյա հոգսերից, գործերից կտրվեցին։ Շնորհակալ ենք ձեզնից շատ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Լավ օր ենք մաղթում բոլորիս։ Տեղափոխվեցինք Վարդաշենի եւ Գետազատ բնակավայրերի տաղավար։ Ինչպես եք ժողովուրդ ջան։ Լավ։ Դուք ներկայացնում եք Վարդաշեն եւ Գետազատ։ Վարդաշեն եւ Գետազատ։ Դուք Վարդաշենը, դուք Գետազատը։ Ուրախ եմ շատ եւ ուզում եմ իմանալ ինչպես է օրը անցնում ձեզ համար։ Շատ լավ, հիանալի։ Նույնպես հիանալի եւ շատ լավ օր։
հաճելի եւ հիանալի։ Այո, ինչով է տարբերվում այսօրը մնացած օրերից։ Տոնական օր է, ուրախանում ենք, հետաքրքիր է, համերգային ծրագրերն է, հետաքրքիր է։ Ամենակարևորը, որ առաջի անգամ է ու չգիտեմ, շատ լավ է։ Հա, նույնպես առաջի անգամ է այսպիսի միջոցառումներ լինում, այս տարի շատ հետաքրքիր է անցնում բոլորիս համար, մեր Արտաշատի տոնը նշելը։ Չէ, եղել է ֆեստիվալ, բայց Արտաշատի տոնն ենք նշում, դե ավելի մեծ շուկով, ավելի ոգևորվածությամբ։ Ուզում եմ ներկայացնեք, թե որ բնակավայր եմ ես այցելել, որ բնակավայրեր եմ այցելել այս պահին։ Ներկայացնում ենք Այգեստան բնակավայրը։ Դուք Յուրավան։ մոտիկ են բնակավայրերը իրարից։ Բավականին, այո։ Ահա։ Եվ ուզում եմ ձեր բնակավայրերի յուրահատկությունները մեզ ներկայացնեք, թե ինչով եք ներկայանում այսօր։ Դե գիտեք, մենք էլ յուղական բնակավայրում ապրող մարդիկ ենք, ներկայանում ենք ավանդական մեր ուտեստներով, ինչը որ հարիր է հայ ժողովրդին իհարկե, ոչ միայն Այգեստան բնակավայրին, ունենք տեղական պատրաստված բավականին գեղեցիկ եւ համեղ սանապաստակ է տնական պահված տանը, հոնրի մեջ խորոված է, ավելուկ է պատրաստված մեր պահածոներն են, որ ցանկացած ընտանիքում պահածոները լինում են։ Դե մրգերի տեսականիներն ու բանջարեղենի տեսականիները բավականին շատ են, ինչը որ աճում է Արարատյան դաշտավայրում։ Մի խոսքով ամեն ինչ ունենք ջրեր, սա մղափամա է, մեղրով պատրաստած ջրերով, մեղրով, խուրմայով եւ մնացածը պասուց տոլմա, մեր կենթանուց պատրաստած տվարոգը, որ մենք ասում ենք ժաժիկ հայկական մեր յուղական բարբառով, մի խոսքով ամեն ինչ մեղրը, այո, մեղրը։ Ես քեզի սիրաս եմ, Արտաշատ, Արտաշատի բարբառով եք գրել։ Արտաշատի բարբառով։ Ինչպես որ նշեց Տիկին Սուսանան, էլ առավել ասելու բան չկա, քանի որ ամեն ինչը նշեց, նույնն էլ մեր համայնքում է աճեցվում, ամեն ինչը մեր համայնքում էլ կա, ավելացնելու այն որ բան չկա, ուրախ տրամադրություն, լավ տրամադրություն։ Ես այստեղ տնական պանիր եմ նկատում, այո, ժինգյալով հաց եմ նկատում, այստեղ պունչիկ, պերաշկի, չգիտեմ, գաթա, փախլավա, դե ինչը որ Տիկին Սուսաննան ընդհանրացրեց, նույնն էլ մեր համայնքում է։ Օրը ինչպես է անցնում։ Շատ լավ, շատ հաճելի տրամադրությամբ։ Մենք ներկայացնում ենք Ազատավան եւ Բաղրամյան գյուղերը։ Մենք այս բոլորով նկարել ենք այս աշխատանքները, որոնք այսօր փորձում ենք վաճառել։ Շատ մարդիկ հավանել են եւ գնահատել են մեր աշխատանքը։ Կանուն ինչ, հա? Էրիկա։ Էրիկա ջան, որտեղ եք այսքան սիրուն նկարել սովորել։ Սովորել ենք Բաղրամյանում, ունենք շատ լավ ուսուցչուհի, շատ հիասքանչ մարդ, որը բոլորիս համ սովորեցնում է նկարել, համ մեզ կրթում է եւ համ մեր ընկերն է, համ, չգիտեմ, մեր ամեն ինչն է։ Ես նայում եմ ձեր նկարած նկարները ու մեծ հիացմունք եմ ապրում։ Շատ ապրեք, իսկապես գովելի աշխատանք եք կատարել։ Ինչպես ենք։ Որ բնակավայրն ենք ներկայացնում։ Մենք ներկայացնում ենք Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրը, մենք Այգեստան միջնակարգ դպրոցի աշակերտներն ենք։ Եվ ասում են, որ փոքրիկները մեզ համար բանաստեղծություն են պատրաստել։ Այո, նվիրված Արտաշատ քաղաքի տոնին։ Այո։ Եվ հիմա լսում ենք ձեզ։ Արարատյան դաշտի գրկում դու հին քաղաք, իմ Արտաշատ, Արտաշեսի ձեռքով կերտված, արքայական, մայրաքաղաք, ժողովուրդը ժպտուն բարի, սրտով բարի ու քաջարի, տոնը տենք նշում ամեն տարի, ուրախությամբ ու ցնցալի, իմ հարազատ քաղաք, իմ հպարտություն Արտաշատ։ Գիտես մարմնովը սարսուռ անցավ, ենքան լավ արտասանեցիր, ապրես։ Այժմ տեղափոխվել ենք Բաղրամյան եւ Ազատավան, ճիշտ եմ, չէ՞։ Բաղրամյան եւ Ազատավան բնակավայրերի տաղավար,
Շնորհակալ ենք համեղ հյուրասիրության համար, շատ համեղ խորոված եք պատրաստել, իդեպ ասեմ։ Ամուշ լինի։ Ապրեք, ուզում եմ իմանալ ինչպիսի տրամադրություն ունեք այսօր։ Շատ լավ։ Շատ լավ տրամադրություն։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ նորմալ է, շնորհակալ ենք հյուրընկալության համար։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ։ Բարձր տրամադրությամբ օրը ավարտեք։ Ու նաև ուզում եմ ձեր բարեմաղթանքը լսել Արտաշատ քաղաքին ուղղված։ Թող արդեն 2214 տարեկան ենք ու թող միշտ այս թվերի կողքը զրոներ լինեն, պահպանվեն ավանդույթները, հավատքը, միասնությունը եւ մեր հայ ելնելը եւ մեր իհարկե միանշանակ մեր դրոշը, մենակախությունը։ Բաղրամյանի վարչական ղեկավարը ինչ կա։ Շնորհավորում եմ բոլորիս օրվա կապակցությամբ, բարձր տրամադրություն ցանկանում բոլորիս։ Ես ուզում եմ ասեք, թե որ բնակավայրերի տաղավարում եմ հիմա գտնվում։ Հիմա գտնվում ենք Դվին եւ Նորաշեն բնակավայրերի տաղավարում։ Այո։ Նորաշենի Ասում եմ, այո։ Ես էլ Նորաշենի վարչական ղեկավարն եմ։ Դվինի վարչական ղեկավարն Ավետիսյանն է, իմ ընկերը եւ վարչական ղեկավարը։ Այսօր մենք ներկայացրել ենք երկու վարչական բնակավայրերը միասին։ Խնդրեմ դուք հարցեր տաք, ես պատասխանեմ։ Ինչն է ձեզ հետաքրքրում։ Ինչն է ձեզ ոգևորել, ինչն է ձեզ այդքան ժպիտ պարգև է, այդ որ ասեք, ես կպատասխանեմ։ Մենք քանի որ հաղորդաշար ունենք եւ հաղորդաշարի ընթացքում շրջում ենք Հայաստանի տարբեր մարզերի բնակավայրերում, ծանոթանում ենք նիստուկացին, ասեմ որ շատ անգամներ եղել եմ Նորաշեն բնակավայրում, ու Նորաշենը, ասեմ որ իմ ամենասիրած գյուղերից մեկն է։ Դվին չես եկել, դրա համար։ Բա երբևիցե ինչի՞ չեք այցելել Նորաշեն։ Եվ անպայման այցելելու ենք, որպեսզի բացահայտենք Նորաշենը իր ամբողջովին գեղեցկությամբ։ Նորաշենը բացահայտված է գեղեցկությամբ, իր հյուրասիրությամբ, ամեն ինչով բացահայտված է։ Մնում է դուք գաք եւ համտեսեք այդ քաղցրությունը։ Անպայման։ Խնդրեմ։ Դուք որպես Դվին բնակավայրի վարչական ղեկավար, ուզում եմ ձեր խոսքը լսել։ Ուզում եմ շնորհավոր եմ բոլորիս մեր Արտաշատի տոնի կապակցությամբ, արդեն Արտաշատը դարձել է այդ խոշորացումից հետո դարձել է բոլոր բնակավայրերի մայր քաղաքը ու բոլորից շնորհավորում եմ այս տոնը այսօր առաջի անգամ Երևի չէ հաստատ, առաջի անգամ Արտաշատում ասես մեծ տոն է կատարվում, Արտաշատի օրը մեծ շուկով նշվում է ու անկեղծ եմ ասում հիմա որ պտտվեք կհասկանաք, որ Արտաշատը այսօր այնքան ուժեղ է, այնքան սիրուն է, այնքան գեղեցիկ է, այնքան լավն է, այնքան այն Չոբանյան Էդիկը որ ասեց ձեր ժպիտը այսօր այս Արտաշատի այս գեղեցիկ օրվանից է։ Փորձում եք զսպել ձեզ, բայց ժպտում եք։ Ես ուզում եմ ասել, որ Երևանը այդքան չեմ սիրում, ինչքան Արտաշատը, անկեղծ եմ ասում։ Իրականում Արտաշատը շատ հզոր, շատ ուժեղ քաղաք է, շատ սիրուն քաղաք է։ Բոլորից ճանաչողները գիտեն, որ Արտաշատը թիվ 1 քաղաքն է ինձ համար։ Միանշանակ։ Բոլոր արտաշատցիների համար։ Ոչ միայն ձեզ համար, այլ Հայաստանի համար իհարկե մեր Երևանը իր տեղը, բայց Արտաշատը ամենասիրուն, ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, չասեմ ամենագեղեցիկը։ Շնորհակալ եմ։ Նշենք, որ Արտաշատը հիմա հզորանում է, գեղեցկանում է, ավելի շքեղ տեսք է ստանում։ Չեմ ասի ժամ առ ժամ, րոպե առ րոպե Արտաշատը գեղեցկանում, սիրունանում, հզորանում է։ Ես ուզում եմ շնորհավորել Արտաշատ քաղաքի հիմնադրման 2214-ամյակի կապակցությամբ։ Շնորհակալ եմ, ես էլ որպես համակարգացի ձեզ եմ շնորհավորում Արևիկ ջան։ Ուրախ եմ, որ մենք հերթական անգամ կարողանում ենք պատիվ ունենալ ներկա լինել Արտաշատի մեծ փառատոնին, Նոբելյանական տարեդարձին։ Ես տեղյակ եմ, որ դուք IT ոլորտում մեծ ներդրում ունեք եւ արտաշատցիներին սովորում եք
սովորեցնում եք ծրագրավորման դասընթացներ եւ մեծ ներդրում ունեք քաղաքի կայացման, զարգացման գործում։ Արևիկ ջան, այո, IT արտաշատ ծրագրավորման կենտրոնը գործում է 2021 թվականից, իրավամբ Արարատի մարզի առաջին IT կենտրոնն է, որը հենց ստեղծվել է եւ գործում է մասնավորապես երեխաների եւ նաեւ մեծահասակների համար։ Ուրախ եմ, որ կարողանում եմ իմ ներդրումը ունենալ համայնքում։ Այո, ձեր նման երիտասարդների կարիք թե Արտաշատը, թե մնացած քաղաքները, թե մնացած բնակավայրերը շատ ունեն։ Շնորհակալ եմ շատ Արևիկ ջան։ Մաղթում եմ բոլորիս գեղեցիկ հիշարժան օր եւ հուսով եմ, որ իսկապես բոլորս կվայելենք այս օրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աշոտ ջան, արի։ Մենք Աշոտ Ղազարյանին բաժան։ Դուք վերին Արտաշատն եք ներկայացնում, թե Այո։ Լավ եք։ Այս հարցը պետք է չտայի։ Դուք դիտակը։ Միանշանակ։ Ահա, բայց եկեք չմոռանանք, թե որ տաղավար են հյուրընկալվել։ Հյուրընկալվել են Մրգանուշի եւ Նշավան բնակավայրերի տաղավար։ Որ այսօր գով է ժողովրդին մի բատաբանի։ Ասում եմ Ժողովուրդ ջան, հիմա ես ուզում եմ ձեր անկեղծ կարծիքը լսել օրվան վերաբերող։ Անկեղծ բարձր տրամադրությամբ ենք, շնորհավորում ենք մեկս մյուսի քաղաքի տոնի հետ կապված։ Ինչ ասեմ, ձեզ էլ ենք շնորհավորում, քանի որ դուք էլ մեր Արտաշատը ներկայացնում եք բնակավայրերը։ Ձեզ էլ ենք շնորհակալ ձեր աշխատանքի համար։ Նորից էլի շնորհավոր ենք մեկս մյուսի տոնի հետ կապված։ Մենք բոլորս առավոտվանից բարձր տրամադրությամբ ստեղ քեֆ ենք անում։ Այո, ուզում եմ ասել ես, որ դիտակում հնարավորություն ենք ունեցել լինելու, Նշավանում եղել եք, փոքրիկ Դավիթիկին ենք բացահայտել։ Որոշել էր չամուսնանալ։ Այո, այո։ Վերին Արտաշատում եղել ենք, բայց գյուղը լիովին չենք բացահայտել, բայց կլինենք։ Այդ սխալներից մեկն է, որ վերին Արտաշատում չեք եղել եւ գյուղը չեք բացահայտել։ Որ գաք բացահայտեք, կտենաք, որ ինձ թվում է Ղազարյան, վերին Արտաշատը որ շատ մեծ է գյուղը։ Մի մասն են բացացել, մյուս մասը չբացահայտել։ Եղել եմ վերին Արտաշատում։ Իրենց մշակույթի տնով ուղակի հիացած եմ, որովհետեւ օպերայի, Երևանի օպերայի շենքի երկրորդ կրկնօրինակն է այնտեղ։ Այո։ Այո, բայց լիովին չենք բացահայտել, հուսանք Աստված առաջ կլինենք։ Վերին Արտաշատ համայնքն է, որը սա բոլորիս համար պարծանք է, եւ Արտաշատը եւ վերին Արտաշատը։ Ընդհանրապես Արտաշատն է պարծանք բոլորիս համար, մեր բոլոր բնակավայրերով հանդերձ։ Այսօրվա տրամադրությանը դուք բոլորի հետ շփվելով ման եք գալի, դուք տեսնում եք, որ իզևի տրամադրությունն է ժողովուրդ։ Մեկը մյուսին շնորհավորելով, մեկը մյուսին լավը ցանկանալով, մոտիկանում են բոլոր տաղավարներին, այստեղ բոլոր բնակավայրերը սեղաններ ունեն դրված ու հյուրասիրություն է ասեմ։ Ու բոլորն էլ հրավիրում են, մոտիկանում են, հյուրասիրվում են ու գող ինձ թվում է գնում են։ Այժմ հյուրընկալվել ենք Վերին Արտաշատի եւ Հնաբերդ բնակավայրերի տաղավար։ Այո։ Ինչպես եք։ Ուժեղ։ Ուժեղ, ապրեք դուք։ Շատ լավ բարձր տրամադրությամբ։ Շատ լավ է։ Եվ ուզում ենք շնորհավորել այսօր մեր Արտաշատի 2214-ամյակը եւ բոլոր արտաշատցիներին, բոլոր բնակավայրերին այսօրվա տոնի կապակցությամբ ցանկանում ենք բոլորին բարձր տրամադրություն, ոսոր տեսնում եք շատ բարձր տրամադրությամբ եւ ոչ միայն բնակավայրը, այլ մեր բոլոր ժողովուրդը միասին կարողանում են ուրախանալ այսօրվա տոնի կապակցությամբ։ Պարոն Պողոսյան, դուք ինչ կասեք։ Ես կխմեմ մեր Արտաշես թագավորի կենացը, որ հիմնել է Արտաշատ մայրաքաղաքը։ Դու որ բնակավայրից ես։ Ես Երևանից եմ։ Երևանից։ Բայց ինչպես է ստացվել, որ որոշել ես գաս արտաշատցիների հետ իրենց քաղաքի տոնը նշես։ Ես եկել եմ այստեղ Շարլ Անձնավորի քոլեջի խմբի հետ, որպեսզի համերգ ունենանք։ Համերգը ավարտելուց հետո եկանք հյուրասիրության։ Եվ ինչպես է անցնում երևանցիների համար օրն Արտաշատում։ Շատ հետաքրքիր հյուրասիրություն են կազմակերպել ամեն
տեղերից, ամեն գյուղերից, շատ հետաքրքիր։ Ճիշտ է, ամեն բնակավայր հյուրասիրում է իր բնակավայրի ուտեստը, գալիքը, այո։ Քո անունը ինչ է։ Անահիտ։ Անահիտ, դու ասում ես, որ կարողանում ես շատ լավ երգել։ Այո։ Եվ մի կատարում կհնչեցնես մեզ համար։ Այո, ես կկատարեմ Սոնա Շագեդյանի «Կորուսթե գանձը»։ Իրոք ոչ ոք չի կարող հավատալ, որ սիրո օրոք ես կարող եմ ինքս ինձ կորցնել, ավել չի կարող քեզ ոչ ոք ինձ նման սիրել, դու կարծում եմ ինձ համար ես սնվել։ Ես ասեմ, որ դու շատ հրաշալի ձայնային տվյալներ ունես եւ քեզ մեծ բեմեր եմ մաղթում։ Շնորհակալություն անչափ։ Ես վստահ եմ, որ մի օր քեզնով անկեղծ կպարտանանք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք Արտաշատ քաղաքի բնակիչ եք։ Արտաշատ քաղաքի բնակիչ եմ, բայց երկար տարիներ ապրում եմ արտերկրում։ Մի ամիս է եկել եմ ստեղ։ Մեր երկրի արևն ենք վայելում, հանգստանում։ Այսօր առաջին անգամ կյանքում ականատես եմ եղել սենց մի ծնունդի կարելի ասել, չէ, 2214 թվական թիվ մեր Արտաշատի ծնունդն է։ Շատ գեղեցիկ է կազմակերպված։ Ես միգուցե Բելգիայում էլ սես բանի ականատես չեմ եղել, սես կազմակերպվածության չեմ եղել, չեմ նկատել, գնահատում եմ։ Փառք եմ տալիս մեր այսօրվա իշխանությանը, մեր քաղաքապետին, նման միջոցառում կազմակերպելու համար ու պատկերացնում եք ժողովուրդ, էսի ոչ միայն օգտվելու է, էսի վայելելու է, տենալու ու վայելելու է, թե ինչ է կատարվում մեր իշխանությունները, մեր քաղաքապետը ինչքան մեծ գործ են կատարել այսօրվա համար։ Ես խնդրում եմ մեր ժողովուրդը գնահատի։ Այս ինչ որ հիմա կա, ասես տեսնում ես ժողովրդի ուրախ տրամադրությունը, այս վայելքը թող իրանք գնահատեն, թե ինչպիսի իշխանություններ ունենք հիմա, ինչ կյանքով ենք ապրում, ինչքան ազատ ենք, ինչքան երջանիկ ենք։ Գնահատենք ինչ որ ունենք։ Այո, գնահատենք այսօր ինչ որ ունենք ու չմոռանանք, որտեվ նորից եմ ասում, այս կազմակերպվածությունը հենց անենց չի։ Ստեղ ահավոր ահագին մեծ բան է կազմակերպված, մեր Արտաշատի բոլոր գյուղերը ստեղ է, ես հիացած եմ, խոսքեր չունեմ ասելու։ Շատ ուրախ եմ ազիզ։ Թող մեր նորից եմ ասում, մեր ժողովուրդը գնահատի սա։ Երեխեք, ինձ ինչ կպատմեք Արտաշատ քաղաքի մասին։ Որ շատ լավ քաղաք է, սաղ հարգված են ու շատ մեկը մեկի շատ լավ է ցուցադրում մարդկանց մոտ եւ շատ մաքուր քաղաք է։ Արտաշատի բոլոր մարդիկ միշտ բարի են լինում ու հյուրասեր։ 1600 տարի մենք արդեն մետրոպաշտոցի տարերով օգտվում ենք, գրում ենք եւ կարդում ենք ու մենք շատ ենք սիրում եւ մետրոպաշտոցին եւ Արտաշատ քաղաքին եւ ամբողջ Հայաստանը։ Որտեղից ես։ Այգեպատից եմ։ Օ, մեծ պատիվ։ Ես սիրում եմ ձեր բնակավայրը։ Ուրախ եմ շատ։ Ոնց է օրը անցնում։ Թույն, ամեն ինչ շատ լավ է անցնում։ Արտաշատը ինչպես մի փայլում է։ Իհարկե։ Ինչը կփոխեիր այսօր։ Ոչ մի բան, ամեն ինչ շատ լավ է։ Իդեալական չէ։ Այո, իհարկե։ Շատ ընտիր անցնում է, մարդիկ ուրախ են, այդ ամենակարևորն է։ Ինձ թվում է հենց այդ պետք էր էլի Արտաշատին միշտ կազմակերպում են ու կուզում sense միշտ շարունակվի, որ մարդիկ sense ուրախ լինեն էլի։ Կեցե։ Արտաշատը եւ արտաշատցին, այգեպատցին։ Այո։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին, հետևորդներին տեղեկացնել, թե որ բնակավայրերի տաղավարում են գտնվում Դալար եւ Բերքանուշ բնակավայրերի տաղավարում է գտնվում։ Եվ ուզում եմ իմանալ ինչպես է մեր սիրուն բնակիչների վարչական ղեկավարների տրամադրությունը այսօր։ Մի հարցրեք ընտիր։ Անգերազանցելի բարձր։ Այո, այսօր աննախադեպը չունեցող միջոցառում է անցկացվում Արտաշատ քաղաքում։ Այո։ Եվ թող դա լինի շարունակական, հուսով ենք լինի շարունակական։ Ամեն տարվա հոկտեմբերի 3-րդ շաբաթը հավաքվելու ենք այստեղ, նշելու մեր գեղեցիկ Արտաշատի
215-ամյակը։ 16, 17, 18 եւ այդպես շարունակ։ Ճիշտ ես ասում Շարոն, արդեն 15-ն ենք նշելու։ Իհարկե։ Շնորհակալ ենք, որ ձեր բնակավայրերը այստեղ ներկայացնում եք։ Տոնի արդիվ շնորհավորում ենք բոլորիդ ջերմ բարեմաղթանքներով, ուրախ ու երջանիկ լինեք։ Օրը ձեզ հետ շատ հագեցած անցավ։ Ես չնկատեցի, թե մի քանի ժամ ինչպես թռավ։ Շնորհակալ ենք ձեզանից էլ, որ դուք կարողանում եք այս բոլոր ուրախ ժամանցը ասել, ուրախությունը տեսագրեք եւ ցույց տաք մեր բոլոր հայ ժողովրդին։ Իհարկե, ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում։ Մենք նույնպես եւ ուզում ենք նույնպես առիթից օգտվել եւ մեր բոլոր քաղաքացիներին եւս մեկ անգամ շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթել ամենաբարին ու ամենալավը։ Ամենալավը եղեք առողջ, երջանիկ, այն որ ասում եմ միր ու միր во всем мире։ Տոնը շնորհավոր Արտաշատ։ Եվ ամենակարևորը աշխարհում խաղաղություն լինի։ Մնացածը լավ կլինի։ Մենք հյուրընկալվել ենք Շահումյան բնակավայրի տաղավար, որը բնակիչներին հայտնի է Յուվա անունով։ Ճիշտ է։ Այո, ճիշտ է, Յուվան հայտնի է, շատ հայտնի մեծ գյուղ է։ Ինքը հայտնի է դաժե կավագործությամբ, ունենք շատ մեծ Յուվայում մեծ եղել է զավոդներ կերամիկայի։ Մենք էլ զբաղվում ենք պապեկան գործը, պահում ենք, պաշտպանում ենք, որ չկորի։ Շատ լավ է, որ այցելուներին այսօր հնարավորություն ունեք ցուցադրելու ձեր ձեռքի աշխատանքները, ձեր բնակավայրի արհեստագործությունը։ Այո, ճիշտ է, մենք մեծ վարպետ ենք պապեկան հին, իմ պապաս գալիս ենք։ Չմոռանանք, որ Արտաշատ քաղաքը նախկինում հայտնի է եղել իր արհեստագործությամբ։ Ճիշտ է, այո։ Ես այնքան շատ բաներ չգիտեմ, բայց եղել է, հայտնի է եղել մեր Արտաշես թագավորի անունով եւ Արտաշատ քաղաքը։ Դուք հպարտ եք, որ Արտաշատցի։ Այո, այս շատ հպարտ եմ, որ հայ եմ, Արտաշատցի եմ, յուվեցի, շահումյանցի, ոչ չէ։ Որտեղ Արտաշատը, այնտեղ Շահումյանը։ Շահումյանը։ Չմոռանանք, որ ամենամոտ բնակավայրն է Արտաշատը։ Այո, ճիշտ է։ Երեխեք խորասուզված ես ինչ եք անում։ Ձեզ ենք նկարում։ Ինչ։ Վայ, ամալես ինչ են ասում, ինձ են նկարում Աստված իմ։ Ոխ, ես ինչ լավն եք դուք։ Որտեղից եք երեխեք։ Շահումյանից։ Արտաշատից։ Քաղաք Արտաշատ եւ Շահումյան, շնորհակալ եմ շատ։ Վերջում անպայման իմ նկարը կտակ ինձ, լավ, պատրաստ է, արդեն ես եմ, ես։ Անունդ էլ գրի էստեղ, անունդ։ Հələ։ Ձեր անունը ասեք։ Արևիկ։ Նայեք, ես եմ ժողովուրդ ինձ են նկարել։ Ինչ պատիվ։ Մենք այսօր շատ լավ օր ենք անցկացնելու եւ մենք շատ ենք սիրում մեր Արտաշատը եւ շատ ենք ուզում, որ շատ լավ օր անցնի։ Այդքանը։ Ապրեք երեխաներ։ Սրտիկներ ուղարկենք մեր քաղաք Արտաշատին։ Իսկ դուք գիտեք նախկինում Արտաշատ քաղաքը ինչ են կոչել։ Քանի որ Արտաշատ քաղաքը նախագծել եւ կառուցել է Հռոմեացի զորավար Հանիբալը, ճիշտ է։ Արտաշատ քաղաքը նախկինում կոչել են հայկական Կարթագեն։ Եվ Արտաշատ քաղաքը 2214 տարեկան է։ Այո, 185-ից մինչև 120 թվականները ինքը եղել է որպես մեծ հայքի մայրաքաղաք։ Այո։ Սիրելիներս, ուզում եմ հիշեցնել, որ այսօր Արտաշատ խոշորացված համայնքի 37 բնակավայրերը եւ Արտաշատ քաղաքը մեկ հարկի տակ ներկայացրեցին իրենց բնակավայրերի տաղավարները։ Այսօր բոլորով նշեցին քաղաքի հիմնադրման 2214-ամյակը, որը կազմակերպվել է Արտաշատ համայնքի ջանքերով։ Ի սրտան շնորհակալություն եմ հայտնում թե համայնքի ղեկավարին, թե 37 բնակավայրերի
վարչական ղեկավարներին։ Շնորհակալ ենք բոլորիցդ, որ Արտաշատը եւ համայնքը այսչափ սիրում եք։ Աստված տա, Արտաշատն իր համայնքներով օր-օրի ավելի ծաղկի եւ զարգանա։ Մենք էլ ձեզ հետ միասին ամեն տարի հավաքվենք քաղաքի կենտրոնական հրապարակում եւ նշենք քաղաքի օրը։ Շնորհակալ եմ բոլորիցդ, սիրում եմ բոլորիդ, ձեզ եւ մեզ ուրախ ժամանց։ Տոնը շնորհավոր Արտաշատ, մենք քեզ սիրում ենք։ Ուզում եմ հիշեցնել, որ դու իմ սրտի քաղաքն ես, Արտաշատ, փառքդ շատ։ Մեծ հայքում գահակալման է գալիս նոր արքայատող, Արտաշեսյան արքայատողը։ Տարիներ շարունակ մղվող պատերազմների շնորհիվ էթնիկ միատարրության նպատակով մեծ հայքին են միանում Երևանդունյաց արքայատողմից անջատված հայալեզու եւ հայաբնակ գավառները։ Կարթագենն ընկնում է։ Ռոմեացիների գլխավոր թշնամին Հանիբալը զորակցության հույսով հասնում է մինչև Մեծ հայք, որտեղ թագավորում էր ժամանակի ամենազորեղ առաջնորդներից մեկը՝ Մեծ հայքի արքա Արտաշես առաջին բարեպաշտը։
Գալիս է հայոց սպանապետ Մուշեղ Մեհունին գլխավորելու իր քաջարի բանակը։ Բանակ, որը հաղթանակ բերեց Արտաշես արքային։ Նրանց դրոշները բարձր, նրանց զենքերը փայլում են մարող արևի լույսի տակ։ Բայց միայն սուրը չէ, որ պահում է քաղաքը։ Ահա առաջ են գալիս հայոց գրիչներն ու գրչակիրները։ Նրանց ձեռքում է ժողովրդի հիշողությունը, նրանց գրքերը մեր հոգու հավերժությունն են։ Եվ ահա, մեր առջև են ներկայանում հայոց ազնվական ընտանիքները։ Առաջինն է Մհերյանների տունը, քաջության և հաստատակամության ժառանգներ, հետո Արծրունիների տունը, որոնք իրենց հողը պահեցին ինչպես աչքի լույս, ապա Մամիկոնյանների տունը, որ դարերով եղավ հայրենիքի վահանը, և վերջում Բագրատունիների տունը, որոնք բերեցին հույսի ու վերածննդի խոստում։ Գեղեցկության ու նրբության օրհնությունը։ Նա բերում է խաղաղության շունչը։ Նա բերում է մայրության լույսը այս նորաստեղծ մայրաքաղաքը։
պես արքա Արտաշեսի կողքին կանգնում է ողջ ժողովուրդը, որով, գրով, գեղեցկությամբ ու հավատարմությամբ։ Եվ այս միասնական շքերթը թող դառնա հավերժական ուխտ։ Արտաշատը ապրելու է, Արտաշատը պիտի լինի։ Նոր մայրաքաղաքի կառուցման աշխատանքները այն պիտի ուժի և անառիկության խորհրդանիշ լինի։ Պայքարի ու հաղթանակի անկոտրում վկա բաց երկնքի տակ։ Ամուր պարիսպների հետևում պիտի կյանքի ջրակներ վառվեն ու շատանան։ Պիտի ապրի քաղաքն այս ու զորանա։ Եվ ես այն Արտաշատ պիտի կոչեմ։ Ես այն կոչեցի Արտաշատ, որ քարակերտ սկզբից մինչև երևելի ապագան ձգվող շղթայի մաս դառնա։ Անդադար հոսող գետեր պիտի շրջապատեն քաղաքն իմ։ Բերրի հողերի մեջ անվերջանալի ծաղկունք պիտի տեսնի ժողովուրդն իմ։ Լուսավոր օրերի և խաղաղ գիշերների օրրան պիտի դառնա ամրակուր շրջապարիսներով նոր մայրաքաղաքն այս, որ Արտաշատ կոչեցի է։ Ես այն թողնում եմ իմ զավակներին, որպես խոստում, որ երազանքը կարող է դառնալ իրականություն, որպես հիշեցում, որ մարդն ուժեղը երբ կանգնած է իր հողի վրա։ Եվ այսօր դարերի հեռվից նայում եմ ձեզ, այս քաղաքի մարդկանց, դուք եք, որ իմ երազանքը դարձնում եք իրականություն։ Այս քաղաքը պիտի լինի միշտ երիտասարդ, միշտ լուսավոր, միշտ հույսերով լի, ձեր քրտինքով կառուցած տների, ձեր ժպիտներով լցված փողոցների և ձեր հպարտ հայացքների շնորհիվ Արտաշատը պիտի ապրի հավերժ։